Բարի երեկո, իմ թանկագին հայրենակիցներ, բարի երեկո Թավշյա հաղթանակած հեղափոխության նվիրյալներ, բարի երեկո այն բոլոր մեր ազատ եւ հպարտ քաղաքացիներին, ովքեր կանգնած են արդարության, ճշմարտության եւ օրենքի գերակայության կողքին, ապրում են հանուն այդ ամենակարևոր սկզբունքների համար։ Սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ արդեն նաեւ, որովհետև բազմաթիվ նամակների մեջ նաև կան այնպիսի քաղաքացիներ, ովքեր ընկեր չեն այս համացանցով, սակայն մեսենջերով կամ տարբեր հարթակներով, ավելի ճիշտ ասեմ, տարբեր էջերով, շատերը միայն չեմ հանձնվի եւ Ռոբերտ Սարգսակյան Աղազարյան էջի տեղը գիտեն, բայց հանուն անկեղծության, հանուն արդարության ասեն, որ էջերը 7-ն են, 7-ը եւ մեկ-մեկ ես դա ասել եմ, սակայն մնացածը պայքարի համար են եւ ապահովության համար են եւ այն մերժված ոհմակների էջերը դիտելու համար են եւ հակադարձելու համար են եւ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ լավ եմ արել, ճիշտ եմ արել եւ արդեն այդ էջերը երկար տարիներ է որ գոյություն ունեն։ Սիրելի ընկերներ, հատկապես ձեր նամակները ես տեսնում եմ, ուղղակի խնդրում եմ ներողամիտ եղեք, որովհետև չեմ կարողանում հասցնել բոլորին մեկ առ մեկ պատասխանել, բայց խոստանում եմ կպատասխանեմ։ Դուք նաև նկատել եք, որ արդեն մեկնաբանություններին իմ էջի գրառումների չեմ կարողանում հասցնեմ պատասխանել, դա լինի քաղաքական նյութեր, դա լինի գրառումներ, դա լինի բարի լույսներ, թե դրանք լինեն բանաստեղծություններ, բայց երբեք ոչ մեկին ես չեմ մոռանալու եւ անպայման պատասխանելու եմ։ Բարի երեկո իմ թանկագին եւ նվիրյալ ընկերներ։ Այնքան եմ ուզում, որ ոչ թե ինձ նվիրվեք, այլ հաղթանակած հեղափոխության պահպանման սրբազան գործին նվիրվեք եւ շատերդ էլ իհարկե արդեն իսկ նվիրված եք եւ տարիներ ի վեր։ Սա նամակների պահով Իտխրություն փոքրիկ ակնարկով մեկ նախադասությամբ ասեմ, որ Ռոբերտ Սարգսակյանը ԿՊ-ում փետրվարի 2-ից եղել է, պիտի կամ եւ պիտի դեռ լինեմ մինչեւ կյանքիս վերջը։ Ռոբերտ Սարգսակյանը ԿՊ-ից դուրս եկող չի եւ Ռոբերտ Սարգսակյանին ԿՊ-ից հեռացնողը չեն, որովհետեւ Ռոբերտ Սարգսակյանը ոչ թե փետրվարի 1-ից է ԿՊ-ական, նախ ԿՊ-ական համարում եմ նրանց, ովքեր հոգով ու սրտով են նվիրված կուսակցությանը, նվիրված հայրենիքին, նվիրված ժողովրդին։ Ռոբերտ Սարգսակյանի պայքարը շատերը տեսել են հեղափոխության ոչ թե հաղթանակից հետո, ոչ թե Հայաստանի Հանրապետության հրապարակում Երևանի բազմահազար 500-600 հազար մարդ հավաքված լինելուց հետո կամ այդ ընթացքում Ռոբերտ Սարգսակյանի պայքարը եղել է առաջին օրվա, առաջին ժամվա, առաջին րոպեից, երբ մեր գերապատիվ վարչապետը իր թիմակիցների հետ հայրաքաղաք Գյումրիից ոտքով սկսեց քայլարշավը դեպի քաղաքամայր Երևան։ Ամեն փաստերը կան, այս Facebook-ը ամեն տարվա, ամեն օրվա գրառումները բերում է եւ գիտենք ով, երբ եւ ինչպես։ Ռոբերտ Սարգսակյանը, որ օրենքը թույլ տար, առաջին օրվանից էր ԿՊ-ի շարքերը անցել Ֆրանսիայում, եւ ես այդ հարցումը ուղղել եմ երկու ընկերների, մեկը վարչական շրջանի ղեկավար էր Երևանում եւ մյուսը ազգային ժողովի падգամավոր էր։ Այդ падգամավորը միջև այսօր, չէ կներեք, հիմա արդեն նախարար է այդ падգամավորը եւ դիմել էի ԿՊ-ական դառնալու համար, բայց օրենքը թույլ չէր տալի։ Եվ եթե դուք հիշում եք, հեղափոխական ընկերները լավ գիշեն, ես Ֆրանսիա հայերին, մեր աջակիցներին կոչ էի անում, որ հավաքվենք եւ մի բնակարան կամ ինչ-որ միտեղ վարձենք եւ ԿՊ կառույց ստեղծենք։ Սակայն օրենքը թույլ չէր տալի, դա ի ուրախություն այնտեղ գտնվող դաշնակների։ Սա այդ առումով Ռոբերտ Սարգսակյանը ոչ թե թղթի վրա է գրված ԿՊ կուսակցության անդամ, այլ Ռոբերտ Սարգսակյանը ԿՊ-ական լինելը ցույց է տալի այսպես, որ առավոտյան տնից դուրս է գալիս, այս քաղաքում սեն ժողովրդի մեջ ֆռնում է, մի ժամ 10 րոպե առաջ եմ տուն մտել, 1 ժամ 10 րոպե առաջ եմ տուն մտել եւ վերջի այցս եղել է հրապարակ, որտեղ մեր ընկերները զարդարում էին տոնական լույսերը ամանորյա եւ 9-ից կես եմ տուն մտել երեկոյան, թե
Հա, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն այս ֆորմատով եթերը ես վերջին անգամ չեմ հիշում երբ եմ արել, կարճ եթերներ արել եմ, ամեն Կիրակի պատարագից հետո եթերներ արել եմ, որտեղ որ եղել ենք Խաչի գյուղում լիներ, Արարատում լիներ, Հովանավանքում լիներ, Երևանում թե Գյումրիում, սակայն այս ֆորմատով վերջին անգամ երևի մի 25 օր առաջ եմ արել, բայց շատ նյութեր էր հավաքվել եւ հանդիպումներից թիվը այս մեկ ամսվա ընթացքում հասել է 341-ի, այսինքն 341 հիմնականում 80%-ը Վանաձոր քաղաքում տարբեր մարդկանց, օրինակ հենց այսօր Վանաձորի Աբովյան փողոցի խնդրի շուրջ, որտեղ որ տրանսպորտ չի աշխատում եւ այս պահին ստորագրություններ են հավաքվում, որպեսզի ես տանեմ եւ մարզպետին ներկայացնեմ։ Ես խնդրեցի 50+1 ստորագրություններ, բայց ինձ ասացին 100-ից ավելի կլինի այդ ստորագրությունները եւ խոստացա, որ այո, դուք արժանի եք, որ ունենաք գոնե կես ժամը մեկ միկրոավտոբուս այդ ժողովրդին սպասարկելու համար։ Եվ անդրադառնամ այսօրվա բուն թեմային, որը վերաբերվում է մեր շատ հայտնի կերպով խայտառակված կտրիչ Ներսիսյանին։ Դեռևս այդ նույն քայլարշավի հեղափոխության առաջին օրերից, երբ Գյումրիից քայլարշավը սկսեց, երևի եկեղեցու պահով, հայ առաքելական եկեղեցու պահով, մեկ էլ կտրիչ Ներսիսյանը զգացին ու հասկացան, թե ինչ է կատարվելու հետո։ Ուղղակի տարբեր դաշտերում էինք։ Ես ուրախացել էի, կտրիչս առաջին օրվանից մինչև այսօր տխրած էր։ Եվ դրա համար էի անդադար ասում, եւ դուք ներկա եք եղել ու այդ փաստերը բոլորը կան, որ թիվ 1 հակահեղափոխականը ոչ թե ՌՔ-ն էր կամ ՍՍ-ն, այլ կտրիչ Ներսիսյանն էր։ Այն ժամանակ ես ասում էի GB այն ոչխարի բանի նման։ Հա Թիվ 1 հակահեղափոխականը կտրիչ Ներսիսյանն էր, որովհետև ինքը լավ էր հասկանում, որ ինչ պիտի կատարվի։ Եվ այսպես, այդ կտրիչը առաջին իսկ օրվանից, երբ ընտրվեց կաթողիկոս, դա բոլորս հիշում ենք, արյան գնով։ Ես չեմ մանրամասում, սրա մասին բազմաթիվ հոդվածներ, հարցազրույցներ, տեսաերիզներ, ամեն ինչ լուսաբանվել է։ Նույնիսկ ասել են ոմանք, որ չէ, դա հոկտեմբերի 27-ը կապ չուներ, բայց ես ասում եմ, որ կապ ուներ ամեն ինչը, որովհետև եթե ճանճը չէր կարող մտնել ազգային ժողով դեռ այն ժամանակ, ինչպես այդ բանդան մտավ եւ երկրի վերնախավը պետական այրերին ուղակի գնդակահարեցին։ Եթե մենք գիտենք դա որ երկրի միջամտությունն էր, իսկ այսօր արդեն իսկ պարզված է, թե կտրիչը որ երկրի գործակալն է, այստեղ բնականաբար դուք զուգահեռներ տեսնում եք իրար հետ շահկապված։ Եվ բացի այդ, որ ձեռնադրության կամ օծման, կաթողիկոսական օծման պահին, երբ այն ժամանակ Կանադայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանը մոտեցավ եւ ականջին շշնջաց, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել ազգային ժողովում, որպեսզի իր կաթողիկոսությունը չկորցնի, նա անդրդվելի մնաց եւ շարունակեց, իմիջ տվեց այդ բոթին եւ շարունակեց կաթողիկոսական այդ օծման արարողությունը։ Սրան հավելեմ, որ մինչև կաթողիկոսական այդ օծման օրը, որ Կիրակի էր, դրա նախորդող 2 օրերին մի դեպք պատահեց, որի մասին ոչ ոք չի խոսում, թեև ես անցյալ տարի այդ մասին այսպես եթերով նշել եմ։ Այդ օրերին պատգամավորները, ազգային եկեղեցական ժողովի պատգամավորները, որ ամեն առավոտ շուտ սլանում էին դեպի Մայրաթոր Էջմիածին, որպեսզի մասնակցեն, քվեարկեն, վերջապես կաթողիկոս ընտրեն, այդ ժամանակ ավտովթարի է ենթարկվում Սպիտակի նախկին այդ ժամանակվա քաղաքապետ Սուրեն Աբետիսյանը։ Չգիտեմ դա ինչպես ստացվեց, Աստված հոգին լուսավորի, ես մոտիկից ճանաչել եմ այդ քաղաքապետին, սակայն դուք տեղյակ եք, որ կաթողիկոս ընտրվող մարդը այդ օրերին ընտրության, եթե արդեն ընտրվել է, արդեն պիտի օծվի, ինքը այդ կտրիչը, ուրեմն պետք է աղոթքի մեջ լիներ 24 ժամ, գիշեր ու զոր, որովհետև կաթողիկոս էր ընտրվելու, օծվելու, ինքը գիշերով
նստում է մեքենան, ջիփը եւ շարժվում է սպիտակ, որովհետեւ ընկեր էր, բայց նա իրավունք չուներ մայր աթոռից դուրս գալու։ Այսինքն իրեն համար դա նշանակություն չուներ, որ ինքը խոկման, աղոթքի մեջ պիտի լիներ, որովհետև մի ամբողջ հայության կաթողիկոս պիտի օծվեր։ Նա գիշերով գախտագողի նստում է մեքենան, գալիս հասնում է սպիտակ եւ ապա նորից վերադառնում, որովհետև ինքը գիտեր, որ իր առջև արգելանքներ չկար։ Ինքը շատ լավ գիտեր, որ ամեն ինչ խոսացած էր, խոստացված էր, տված էր, մուծված էր, վճարված էր եւ պիտի լիներ կաթողիկոս։ Թե այն ժամանակվա Հայաստանի իշխանությունների կողմից հավանություն ստացած, թե նաեւ այն ժամանակ Հայաստանը ղեկավարող դրսից Ռուսաստանից, դե պարզ ասեմ, հա, ով չգիտի որ։ Սա ուզում եմ ասել, որ կաթողիկոս ընտրվելու դեռ օրերից է սա խախտումների մեջ եղել այս անհավատը։ Աղոթքը որտեղ, եկեղեցին որտեղ, կաթողիկոսը կամ կաթողիկոսությունը որտեղ։ Կիլոմետրերով այս անձից այս բոլորը հեռացած էին, որովհետև ինքը իրեն բոլոր հոգևորականները, թե նախկին, թե ներկա, թե այսօրվա պաշտպանողները իրեն շատ լավ ճանաչում են, ոտքից գլուխ ճանաչում են ինքը իրենից ինչ է ներկայացրել, ներկայացնում։ Բոլորը ճանաչում են, որ ինքը անհավատ է, ինքը հոգով, սրտով, ինքը մի հատ ոնց ասեմ, ՀԿ-ի օլիգարխներին հիշում եք, ինքը մի հատ այդ ձևի անձ է եղել, իր ողջ էությամբ։ Եվ սա անհերքելի փաստ է եւ ոչ մի հոգեվորական, եթե ես 8 տարի անդադար գոռում ու աղաղակում եմ, ոչ մի հոգեվորական չի կարող ժխտել այս իմ ասածները։ Եվ այսօր կրկին նորից հիշել եմ այն հեռախոսազանգերը, այն նամակները, քիչ առաջ այս 1 ժամը, որ մինչև եթերը սկսել է, ես նորից մեսենջերով հետ եմ գնացել 8 տարի այն մեսենջերով գրած նամակներին, որը ստացել էի հոգևորականներից, որ Ռոբերտ Սարգսակ, ես ինչ ես անում, ես ոնց ես պայքարում, գոնե Սարգսակ բառը հանի, բոլորին ես իրենց պատասխանները տվել եմ եւ ասել եմ դա պիտի միշտ մնա անկախ ամեն ինչից, որովհետև ես, որ պայքարի մեջ եմ մտել, թեկուզ սարկավակական աստիճան եմ ունեցել, բայց այլևս այդ ժամանակ ես եկեղեցու ծառայող չեմ եղել։ Ես սատարել եմ իմ երկրի ղեկավարին, հեղափոխության առաջնորդին եւ հիմա է ինչ էլ որ լինի, սարկավակություն, չգիտեմ, ոչ սարկավակություն, ծառայություն, ոչ ծառայություն, դա կապ չունի։ Ես պիտի սատարեմ եւ այստեղ հիշեցի, որ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնենք այն քահանաներից սկսած Տեր Արամ քահանայից մինչև երեկվա վերջին միացած այն քահանան Էջմիածնի Տեր Մկրտիչ Ավագ քահանա Մուշաջյանին, որոնք միացան եւ ընդունեցին այն ճշմարտությունը, այն իրական եղելությունը, որը գոյություն ունի, որը արկա է այսօրվա ներեկեղեցական կյանքում եւ որը ենթակա է լրջագույն բարեփոխումների։ Ես այսօր հիացա, որ մեր վարչապետը ամեն ասպարեզում գիտակ է, ամեն ասպարեզում։ Ես այդ դրոշները շատ վաղուց էի տեսել, թե Կանադայում, թե Ամերիկայում, թե Ֆրանսիայում, շատ երկրներում, իրենց եկեղեցիներում ոչ միայն հնչում է իրենց հիմնը, այլ նաև կա իրենց պետական դրոշները ծածանվում են, նաև արտասահմանում գտնվող հայկական եկեղեցիներում են ծածանվում տվյալ երկրի եւ Հայաստանի պետական դրոշները։ Եթե դա վատ է, ապա ինչու էին այնտեղ հայկական դրոշները դրել, կամ օրինակ Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում Ֆրանսիայի դրոշը, մուտքերի մոտ, կամարներում, գմբեթների տակ։ Դա հրաշալի մի իրողություն կլինի, եթե ներմուծվի հայ առաքելական մեր սուրբ եկեղեցու օրակարգի մեջ։ Եվ անցնեմ հաջորդ միջև եկեղեցու երեկվա պատմությունը եւ այս ամեն ինչին կտրիճը գնաց Մարսել։ Մենք ամեն ինչ տեսանք, այդ հայտարարությունը Մարսելի, ես նույնիսկ դեմքեր ճանաչեցի Մարսելի եկեղեցում, գլխավոր եկեղեցում, որը գտնվում է Պրադո պողոտայում եւ բազմիցս այդտեղ եղել եմ,
բոլորը հիմնականում դաշնակներ էին եւ քահանաների Մարսելում կա 5 հայկական եկեղեցի եւ թվով 5-6 հոգեվորականներ նրանց ընտանիքներից կամ եկեղեցու միությունների ուսուցիչներ Կիրակնորիա վարժարանի եւ այլն իրանց խումբն էր հավաքված որ ասեմ ժողովուրդ կար օրինակ հայաստանցիներ կային բազում լիքը ոչ Մարսելում գոյություն ունի 120,000 հայ թե ներգաղթյալներով, թե սփյուռքահայերով, որոնք վաղուց են այնտեղ 120,000 հայից այդ 300 հոգին, 400 հոգին էին եկեղեցում, այդքան էլ չկային բայց ինչու այս լրատվականները չխոսացին երբեք Մարսելի նախորդող օրվա մասին, թե ինչու էր գտնվում կամ ինչու համար գնաց նախ Շվեյցարիա այս սրիկան։ Ես էլ տեղյակ չեմ, բայց այդ մասին ոչինչ չասվեց։ Միայն Մարսելը ասվեց եւ ես մի համեմատական տարա առաջին կաթողիկոսի նախորդի հետ Գարեգին առաջին Սարգսյան մեծ մտավորական հանճարեղ գիտնական որին ամբողջ աշխարհն էր ընդունում եւ նա համաշխարհային դեմք էր իր 6-7 լեզուների իմացությամբ իր մտավոր գիտելիքներով աստվածաբան լինելով որ մի հատ այսպիսի պատմություն կա մինչև հիմա Ֆրանսիայի հայերը հիշում են Գարեգին առաջինը որտեղ եղել է Ֆրանսիայում հրապարակներում, եկեղեցիներում ֆրանսիական, հայկական, այնպիսի ֆրանսերենով է խոսել ժողովրդի հետ, որտեղ ներկա են եղել նաև պետական պաշտոնյաներ, նահանգապետարանի կամ քաղաքապետարանների մտավորականություն, հայ համայնք, այնպիսի ֆրանսերենով, որ կոչվում է ակադեմիական ֆրանսերեն, ակադեմիական լեզու, ովքեր որ դա պիտի B1 2-ը հանձնած լինեն, որ կարողանան այդպիսի ֆրանսերենով խոսեն, որտեղ շատ բարդ լեզու է, կամ ասենք թե ինստիտուտ ավարտ Ֆրանսիայում, որ կարողանան այդպիսի ֆրանսերեն իմանան։ Դուք չիմանաք ամեն մի 5-6-10 տարի այնտեղ ապրող սովորական ֆրանսերեն խոսացողը դա ուրեմն լեզուն գիտի։ Ոչ, ֆրանսերենը ունի նաև ակադեմիական աստիճան։ Բացի A1, A2, B1, B2-ը նաև ունի ակադեմիական եւ Գարեգին առաջին Սարգսյանը այդպիսի ակադեմիական ֆրանսերենով է հիասրել, որ միջև իմ գալը այդ ֆրանսիացիները այդ քաղաքի հիշում էին նրա այդ հանճարեղ ֆրանսերենի իմացությունը։ Ինչու սա ասեցի, որովհետև ես տեսա, թե Մարսելի այս կաթողիկոսը իր թեմի առաջնորդի, որ ձգան հոտ է գալիս վրայից, իդեպ իմ կուրսեցի ա եղել, եւ մի քանի հոգի Մարսելի կարդինալի հետ գնում էին կաթոլիկ եկեղեցի, այդ եկեղեցու տեղն էլ գիտեմ բազմիցս եղել եմ այնտեղ, ուղղակի խուսափում է հաղորդակցությունից, ուղղակի խուսափում է այդ կարդինալի կամ այդ շղթախմբի հետ եղող ֆրանսիացիների հետ շփվելուց, թեկուզ թարգմանիչի միջոցով, որովհետև այս մարդը խոսելու բան չունի։ Դուք տեսել եք մի հատ միջազգային աստվածաբանական ժողովների ժամանակ, էկումենիկ շարժումների ժամանակ այս տխմարը ինչ որ մի օտար լեզվով, ինչ որ մի հատ գիտական ճառ կամ բանախոսությամբ հանդես գալ։ Ոչ դա երբեք չեք տեսել, լավագույն դեպքով հայերեն գրած պիտի կարդար եւ մնացածը ականջակալներով թարգմանությամբ լսեին։ Այ օրինակ շատ հոգեվորականներ ենք ունեցել, ես այստեղ մի հատ նշում անեմ Հայր Գարեգինին, որ աստվածաբանը եւ հիմա Հարություն Հարությունյան, մեր ընկերների մեջ կա եւ ձեզ էլ է ընկեր, որովհետեւ նաեւ այս Հայր Գարեգինի մասին էին բարբաջել, ես ասեմ Հայր Գարեգինը երբ մենք բազում հոգեվորականներ, կուսակրոններ ենք ունեցել Գերմանիայի տարբեր համալսարաններում սովորող, սակայն նախկին առաջնորդը Գարեգին arczepiskopos Բեկչյանը տարիներ առաջ Էջմիածնի Արմավիրի թեմի նախկին առաջնորդարան կոչված գրասենյակում ասել էր, որ այսքան երիտասարդներ, հոգեվորականներ եկած են Գերմանիա ուսանած, բայց Հայր Գարեգինի նման, այսինքն պարոն Հարություն Հարությունյանի նման ոչ ոք չի եղել, որ առաջին օրվանից մինչև իր ուսման ավարտը գերազանցությամբ է ավարտել, գերազանցությամբ եւ այսօր այդ համալսարանը եւ աստվածաբան դարձած այս մեր ընկերոջը թիրախավորում են կամ վատաբանում են, որովհետեւ մնացածը այս Գարեգինի այդ վատ կողմերից մեկը դա է, սա քաղաքական դաշտում էլ կա այս process-ը, որ չի ուզում իրենից գիտակները իր շրջապատում լինեն կամ իրենից խելացի լինեն, միշտ նեղած, ճնշած լինեն կամ ընդհանրապես տեղտված չլինեն։ Եվ ասեմ,
Խոսակցություն գնաց եւ մեր падգամավորներից մեկն էլ նշեց իր տեսակետը, թե ինչու տեղի չունեցավ եպիսկոպոսած ժողովը կամ Էջմիածնում, որը նշանակված էր դեկտեմբերի 10-ից 12-ը եւ Գերագույն հոգեվոր խորհրդի ժողովը, ես ասեմ, ոչ թե Մայր Աթոռը նախ մեկնաբանեց այսպես տարածեց լրատվականով լուրը, որ այսինքն ազատությունով, չգիտեմ, այդ 5-րդ Շարասյան լրատվամիջոցներով, այդ քոչաչի բուրական բարդականոցներով, որ իբր թե քանի որ պետական այրերը, պետական իշխանությունները ձերբակալում են, դրա համար մենք նպատակահարմար չգտանք, որ առաջիկա օրերին եպիսկոպոսատ ժողովը կամ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ տեղի ունենա։ Իսկ հիմա ես այսօր կարծեմ Տեր Արամն էլ հարցազրույց ունեցավ եւ այդ մասին իր տեսակետը ասեց։ Իսկ ես ասեմ ձեզ, որ ոչ, այս կտրիչը զգաց, որ կամ իմացավ տեղյակ եղավ, որ շատերը ցանկություն չունեն ներկա գտնելու Մայր Աթոռում եւ եպիսկոպոսած ժողովի մասնակիցը դառնալու։ Սա արդեն վերջնական պարտություն է Կտրիչ Ներսիսյանի համար, որովհետեւ քվորում նախ չէր ապահովելու եւ արդեն հայ ժողովուրդը, համայն հայ ժողովուրդը կտեսնեին, որ 56 եպիսկոպոսների 58 մոտ եպիսկոպոսների փոխարեն եւ arczepiskopոսների կամ պլյուս երկու պատրիարքները Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց բանկի եւ Պոցո պատրիարքը, որ ներկա չեն գտնվելու շատերը եւ խայտարակ կլինի, այսինքն ներկա չգտնվելով ցույց են տալիս, որ չեն ենթարկում կտրիչին, որովհետեւ ես էլ եմ այդպես գիտակցում։ Գալու էին ինչը պաշտպանեին կտրիչի, սրբապղծությունները, գալու էին տերորը պաշտպանեին, բարբաջանքները, թե Արշակի քերակնոջը պաշտպանեին։ Ես զարմանում եմ ուղակի։ Սրան հաջորդեց իր Մարսելից վերադարձը, խայտարակ վերադարձը։ 3 միլիոն ժողովուրդ է ապրում այստեղ, մեր երկրում, լավ, թող 100,000 մարդ գնար դե օդանավակայան, թող 10,000 մարդ գնար, լավ, թող 1000 մարդ գնար, էլի նորից 300 հոգի, ու մենք ես անձամբ տեսա ովքեր էին, մի քանի հրեկաններ, մի քանի էջմիածնցիներ, մի քանի 4 սովխոզցիներ Ոսկեհատ գյուղից, քահանաներ, մեկ էլ ընկեր իրար վրա 300 հոգի, այդ 300-ից մի քանիսն էլ լրագրողներ եւ օպերատորներ, պլյուս կճեի վարորդը, ընդեղ էլ մարդ չկար, Հայաստանում 300 հոգի էին պաշտպանում եւ ցանկություն հայտնել գնալու դիմավորելու, էլ Շարմազանով, էլ չգիտեմ ովքեր չկային էլ։ Սա էլ է ձև, դա խայտարակություն էր, որ համացանցով Երևանից դուք բոլորդ մինչև այսօր տեսել եք եւ սրանով սահմանափակվում եմ։ Ուրեմն Գյումրու պատարակը նոր քիչ առաջ նայեցի լրատվականները մի բան հրապարակվեց Գյումրու պատարակը լավ սպասքը կողպել էին, տարել էին, փակի տակ էին դրել, բայց հրաշալի պատարակ տեղի ունեցավ եւ իմ երջանկությունը հիասմունքը նրանում էր, որ նոր հոգեվորական տեսա, բացի սրբազաններին, բացի այն սրբազաններին, ովքեր ընդունում են այն եղելություններն ու իրականությունները, որ գոյություն ունի այն խնդիրները եւ կողմնակից են այս բարեփոխումներին, նոր քահանա, այդ քահանային ամբողջ էջմիածինը ճանաչում է, ամբողջ էջմիածինը, ում հետ ես 14 տարի ծառայել եմ, շատ լավ, համեստ հոգեվորական էր եւ շատ լավ ընկեր, ես միայն այդ նոր լուրից, այդ նոր ակնկալություն է դա իմ համար, որ այդ իմ երազանքը իրականություն է դառնում եւ այդ ակնկալիքները, որ ունեմ այս ասպարեզում, որ պիտի անդադար միանան մեզ շատ հոգեվորականներ, ես արդեն զանգերել եմ ստացել եւ այստեղ ուզում եմ հիշել եւ մեջբերում անել Գուգարաս թեմի առաջնորդին, որ երբ Տեր Արամ քահանան Հովանաբանքի հոգևոր հովիվը բարձրաձայնեց եւ մեծ հնչեղություն ստացավ ու մենք եկանք հասանք այսօրվան, Գուգարաս թեմի առաջնորդը Հովնանը, ավելի ճիշտ Արտուր Հակոբյանը, երբ ասաց ես չեմ կարծում որևիցե մի հոգևորական միանա Տեր Արամին եւ այլն, հիմա տեսար Հովնան, եւ սրբազաններ, եւ քահանաներ, եւ Տեր Մկրտիչը, ում բոլորս շատ լավ ճանաչում ենք, միացավ։ Իդեպ ասեմ, սիրելիներ, Գուգարաց թեմում ոչ թե արդեն մեկ հոգևորական քահանա կա, որ
միացած է մեզ, այլև երկրորդը կա, հիմա կարող են ինձ իրենք զրպարտության համար խոսքի օրինակ դատի տան, ասեն դե ուրա հոգևորականներ, Գուգարաս թեմի հոգևորականները ստորագրել են, որ մենք աջակցում ենք վեհապար հայրապետին եւ սրանք էլ կամ բանը եկեղեցու դեմ պայքարին, եկեղեցու դեմ տխմարներ, ոչ ոք նորից եմ ասում, չի պայքարել, եկեղեցուն մենք փայփայում ենք, եկեղեցին մենք սիրում ենք, եկեղեցին մենք ընդունում ենք, եկեղեցին պիտի բարեկարգվի, իսկ կտրիճը ձեր Եվ նաև ձեզանից շատ-շատերը ինչի համար են այսահարված, ինչի համար են վախեցած, եթե ժողովուրդը սիրեր այսքան բանը տեղի չէր ունենա, եթե դուք սուրբ լինեիք, եթե դուք ճիշտ լինեիք, եթե դուք իրական եւ իրապես հոգեվոր առաջնորդներ ու հոգեվոր հովիվներ լինեիք, այսքան բանը տեղի չէր ունենա, ժողովուրդը հետ կդառնար եւ վարչապետին կասեր, «Էս ինչ է կանում, ինչ բարեփոխում, ինչ բարեկարգում, ինչ կանոնագրքի ուսումնասիրում կամ նոր կանոնագրքի հրապարակում»։ Ահա մեր եկեղեցին դարավոր, բայց, ախր Ռոբերտ Սարգսակին չեն հիշում, այն որ մի երկու ամիս առաջ ասեցի խելոք մնացեք, կինոներ եք նայելու, մի երկու կինոներ վիդեոներով նայեցիք, չէ, հիմա նորից եմ կրկնում, ապիկար հոգևորականներ կամ փոքրիկ կտրիչներ, նորից եմ ձեզ հուշում, խելոք մնացեք, տեղներդ վեր ընկեք, վեշմեշոկներդ սուսուպուս հավաքեք եւ ռադներդ քաշեք, զավթած գահը պիտի ազատագրվի, որպեսզի այս ժողովուրդը նոր վիդեոների ականատեսը չդառնան, այ խայտարակվածներ, սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, այն օրը, երբ կաթողիկոսը հեռանա, ինքը շատ լավ գիտի, որ պիտի Մայր աթոռում նաև աուդիտ կատարվի, ստուգում, թե սրանք ինչեր են արել, թե սրանք ինչ գումարներ են դուրս գրել, այն ամեն կոնյակը, որ քանի 100,000 դրամ էսա, այնա, հյուրասիրում էին սրան, նրան ընդունելություն, վերջում էլ կիսատ կոնյակները, սարկավակները իրար ձեռից էին փախցնում, վեհարանում, Ամեն ինչ ջրի երես է բարսանալու, ջրի երես է դուրս գալու, ոչինչ թաքնված չի մնալու, ինչ գործարքներ են արել, ինչ գումարներ են դուրս գրել, ինչեր կա, եւ այդ գումարները եկեղեցու ումն է, եթե դուք արդար եք, արդար առաջնորդներ, արդար եպիսկոպոսներ, մայրաթոռում, նաքանների նման, արշակների նման, չգիտեմ, մուշեղների նման, այդ գումարը եկեղեցին ժողովուրդն է, ումնա, ժողովրդի գումարն է, ժողովուրդը, որ նվիրատվություններ է արել, բարերարություններ է արել, մոմ է գնել, գանձանակա գցել գումարները, այդ գումարներն է, որ դուք ձեր ուզածով կայսրի նման օգտագործել եք։ Սրանք դրանից են վախենում, սիրելի հայրենակիցներ, բարի երեկո, իմ սիրելի ընկերներ, իմ թանկագին հեղափոխականներ, վարչապետի աջակիցներ եւ համակիրներ։ Ուրեմն սա վախենում է նաև իր բիզնեսներից, իր ունեցվածքից, որ ինքը չի հավատում, որ ասենք վարչապետը կամ այսպես եպիսկոպոսները ասում են, արի միջնորդ լինենք, sense սուսուփուս, գրի, ռադդ քաշի, հիվանդ ես, գնա հանգստյան։ Սա վախենում է, բայց եղածը ձեռից կառնեն։ Սա դրանից է վախենում։ Բերեմ մի հատ օրինակ։ Հիմա մենք ես էլ եմ ծառայել, չէ, երկար տարիներ, ու այս ծառայող հոգևորականները լավ գիտեն։ Ասում են Իզմիրյանը հիվանդանոցը Մայր աթոռինն է, բայց բոլորն էլ հոգու խորքում լավ գիտեն, ինչ Մայր աթոռինն է, իր անձնականն է, Մայր աթոռինն է, այսինքն մի հատ հոգևորական կարող է գնալ բանը, անվճար օրինակ սիրտը վիրահատելու, ոչ ձեզ ասում եմ, լավագույն դեպքը զեղչն է, եւ բերեմ ձեզ ընդամենը մեկ օրինակ, քահանայի վրա, մի քահանա կար, որ եւ ծառայում էր այս Գյումրիի պատարակը մատուցող մկրտիչի հետ եւ այդ քահանան նաեւ ճեմարանում եղել է այս Կտրիչ Ներսիսյանի լսարանից։ Այս քահանայի սիրտը տարիներ առաջ վատանում է, խնդիր ունի վիրահատման։ Ինչ չանի, գնում է Իզմիրյան։ Դե բանա, ասում են $10,000 թե ինչ։ Բայց դե որ դու ես Տեր հայրես, բան 9,000։ Այս քահանան ասում է 9,000, նոր մարաշում 9,000 է էլի։ Էլ ձեր լավությունը որն է։ Ու գնում է այնտեղ։
Ու սենց բազմաթիվ օրինակներ կարամ բերեմ, բայց հարյուրավոր, հազարավոր հեկտարներով հողերը ինչ պիտի լինի ոսկեհատի, 4-րդ սովխոզի։ Այդ որտեղից ես, այն որ եղբայրը հիմա բռնված է գյուղապետ էր տղայի հետ, սրիկան, բայց հողերը, այդ ոնց առակ ժողովրդից առակ, ժողովուրդը վիճակ չուներ, ու այդ նույն ժողովրդին արդեն օրավարձով աշխատացնում էիք, ու ոչ միայն այդ հողերը, ոչ միայն այդ Իզմիրյանը շատ բան էր, չզարմանաք, եթե մի օր էլ իմանաք, կճեն, ասենք թե, Ադամանդի համաշխարհային առևտրի մեջ կա, ակամ կանչի, այ մի սրբապիղծ տեր հայրել Ամերիկայում կար, տեր Գրիգորիս տեր հայրը, որ սկսեց իր էջում վարչապետի նկարները տարբեր ձևերով բանով հրապարակելը, պախարակելը եւ այլն, հենց այդ սարիկա քահանային նամակները լրիվ ունեմ, եւ Բեյրութից, եւ Ամերիկայից, եւ պատմում էր Բրյուսելի մասին, Բրյուսելը գիտեք, չէ, Ադամանդի տեղը, Ադամանդի այդ մեծ բիզնեսմեն հայեր կա այնտեղ, չզարմանաք, որ այս սրբապիղծ կտրիչը դրա մեջ էլ լինի ու շատ բաների մեջ, ես ասում եմ, այնքան խորհուրդներ եմ տվել, ասել եմ, որպեսզի շատ չխայտառակվեն, շատ այսպիսի մեծ սենց արձագանք, սենց իրավիճակ չստեղծվի, սուսուփուս հեռացի, 3 օրինակ էի բերել, ժողովուրդը հոդվածել ունեմ 2-3 անգամ հրապարակված, թե ինչպես պիտի հեռանար, եպիսկոպոսատ ժողովի պարտադրանքը, որ պահանջեն հեռացում, ինքնակամ հիվանդության պատճառով, ծերության պատճառով, որ էլ չի կարողանում ղեկավարի եկեղեցին, այն Հռոմի պապի նման ստորագրի հեռանա, կամ էլ ժողովրդական ըմբոստությունը իր դեմ ու իր փոքրիկ խմբակի դեմ։ Իրենք մեզ են ասում փոքրիկ խմբակ, բայց զարմանում եմ ես։ Այդ փոքրիկ խմբակը շատ մեծ է ու հավատացեք օր-օրի ավելի է մեծանալու եւ մի բան էլ ասեմ։ Այսքան որ մեծանում է ու իրանք այդ մերժվածների ոհմակները, քոչաչիբուրական մերժվածները, դաշնակների այդ դաշնակ մերժվածների յեթիմներն ու այս կտրիճապաշտների յեթիմները, որ գերում են իրանց էջերում, ես լրիվ նայում եմ, ոչ միայն իրենք են անակնկալի գալու, այլ նաև մի բան եմ ուզում սրանց ասեմ, բա որ վերջում մնա մենակ տեկլոր, այս կտրիճը, այդ ժամանակ էլ են բոլոր այս մեր կողմը եկած հոգևորականներին քննադատելու, հա, ասենք թե մնաց կտրիճը, մի 2 հատ սրբազան, ճակերտավոր, մի քանի քահանաներ, վարդիթերների, հովելների, տաճատիկների եւ այո, Վանաձորի տաճատիկի, Վանաձորի եւ այս Պամպյորովի երեկվա այն որ կերելա կներեք, բայց զուգարան չի գնացել։ Մեկ էլ դրա նմանները, ասենք թե 10 հոգի, 20 հոգի։ Այն 800 հոգուն պիտի սխալ հանեն, հա? 20 հոգով եկեղեցին ում են ղեկավարելու։ Սրբապիղծ գնացել էի Մարսել, նորից եմ ասում, 120,000 հայ կար, հայաստանցիների եւ սփյուռքահայերի հետ ընդհանուր 100-ից 120,000 հայ։ Տեսանք քանի հոգի էին եկեղեցում հավաքվել։ Ընդ որում քահանաներից բոլորն էլ չկային, բոլորը չէին, որ այնտեղ էին։ Հա, ես էլ ասեցի, սիրելի ժողովուրդ, երեկվա պատարագի ժամանակ մի դեպքեր տեղի ունեցավ, որը ոչ թե եկեղեցու առջևի հրապարակի հատվածում էր, այլ հետևում տեղի ունեցավ եւ կայքերից մեկը այս 5-րդ Շարասյան տեղադրել էր, բայց մինչև վերջ չէր տեղադրել։ Եվ սրբազանները եկեղեցու հետևի փողոցում իրենց մեքենաները կանգնած էին եւ գնում էին արդեն պատարագից հետո, ես ճանապարհում էի նրանց, նախ իրենց բոլորին տեսա, ողջունեցի, շնորհակալություն հայտնեցի եւ ճանապարհում էի, եկեղեցու հետևով գնացինք դեպի մեքենաները, այդտեղ մի հատ փոքրիկ սենց մի 5-6 հոգի փնթիններ կային, բարից բուն իմաստով փնթի, լելոտ, սենց, չգիտեմ, փլաշով մեկը սպիտակ, մազերը սենց մի հատ էլ տղամարդ էր, անլվա, ավելնորդություններ էին իրանց թույլ տալի եւ սրբազանների հետևից բաներ էին ասում, բայց այս մերժված լրագրողները, այս ծախվածները, ճակերտավոր լրագրողները դա միջև վերջ չեն արել։
Ես ինձ զուսպ պահեցի, ճանապարհելուց, հագուստները տալուց եւ այլն հետո ես հետ եմ դարձել, այդտեղ դրանց ինչ ասես ասել եմ, տո էլ քերեկին, էլ կտրիչի մասին, էլ քերեկինի մասին, բայց այդ մասին չկա լրատվամիջոցներում։ Մենակ այն կա, որ այդ երկու փնթի կնանիկ այն մի տղամարդը սրբազանների հետևից հաչում էին, զառանցում էին, վայրը հաչում էին։ Այդ կա, այդ էի ուզում ասեի, եւ մեկ էլ ձեզ ասեմ, դուք մտնում եք Տեր Մկրտիչ Քահանա Մուշադյան, Տեր Մկրտիչ ավագ Քահանա Մուշադյան էջը Facebook-ում կա, ընկերանում եք նրան, որպեսզի աջակցեք, որովհետև ես շատ լավ գիտեմ Տեր Թադեից հետո հերթը հիմա Տեր Մկրտիչին ակարգալույս լինելու, բայց մենք պիտի այս հոգևորականի այս քահանայի կողքին էլ լինենք, սատարենք, աջակցենք ամեն կերպով եւ թույլ չտանք, որ հանկարծ մի լափամանից զրկված մի չգիտեմ ստամոքսապաշտ վիրավորի կամ նեղացնի Տեր Հայրին, մենք պիտի սատարենք բոլոր քահանաներին, Տեր Արամին, Տեր Թադեին, Տեր Լևոնին, բոլորին, Տեր Մկրտիչին, Տեր Հովանեսին, Խաչիկ գյուղի, բոլորին մենք պիտի պաշտպանենք եւ նաեւ սրբազան հայրերին, եւ հիմա ձեզ ասեմ հաջորդը հենց քիչ առաջ, ժամեր առաջ սկսեցին տարածել, իբր տեսեք, Գյումրիի 7 վերք եկեղեցին մաքրազարդում են քահանաները, մաքրազարդման կարգ են անում, այդ կարգ գոյություն չունի, ես չեմ տեսել մաքրազարդման կարգ, օծման կարգ գոյություն ունի, բայց այդտեղ օծում չէր, սրիկաններ, իբր թե մենք մտել ենք եկեղեցի, պատարակ ենք արել, պղծել ենք եկեղեցին, այս բիժվածքները բարիս բուն իմաստով ձեզ եմ ասում, այդ բիժվածքների ծնուններ, դուք եք մաքրազարդեիք այն ժամանակ, երբ այդ եկեղեցում քահանան սիլիբիլի էր անում մոմավաճառի հետ տարիներ առաջ, այդ ժամանակ մաքրազարդեիք Սուրբ 7 վերք եկեղեցին, գնացեք այն եկեղեցիները մաքրազարդեք, այս սրբապիղծ կտրիչներ, որտեղ շուն ու կատու է մտնում, դա արդեն ոչ թե մաքրազարդման կարիք ունի, այլ վերաօծման, եթե կենդանի է մտնում եկեղեցին։ Սա քահանաներից ոմանք շատ լավ հասկացան, ես որ եկեղեցու հետ եմ։ Գնացեք այդ եկեղեցին վերաօծեք, որ քահանան չասի, դե առաջնորդին կանչեմ, ճանապարհածախսը պետք է տամ, պելուս մի 500 եվրո էլ իրան փող։ Բա, ես համբերատար եմ ամեն հարցում, մի հարց որ լինում է, շատ երկար կարող եմ սպասել, 2 տարի, 1 տարի, 6-7 ամիս, 3 ամիս, 1 ամիս, բայց պիտի այսպես ասեմ, նաև ճակատներին, այստեղ Վանաձորում շատ լավ գիտեն, ու մի քանի հոգի էլ դեռ սպասում են Վանաձորից, թե իրենց ինչ պիտի ասեմ, ասել եմ, որ այս հարցերը տալու եմ, այսև եկեղեցի են մաքրում, կամ ասում են պղծեցին, դուք եք պղծել, այդ որ փորը հաստացնել էր և ժողովուրդ են նզովում, մեկ բգոն, դանգրատը, բիչինաներ, Բագրատը բանանում, Վազգեն Գալստանյանը նզովում ժողովրդին տարիներ առաջ, դա ես պահել եմ, երեկել այս տախմարը, որ մենակ ուտելու մասին է մտածում, սա ես որ գրել է ես Պամպյորովի մասին, հենց այնպես չէի գրել, դա բոլոր հոգևորականները գիտեն, որ սրա ուղեղը մենակ ուտելու մասին է, որ ուտելու բաներն, մենակ ուտի, ստամոքսը լսնի, սա ես իրականություն եմ ասում, բոլորը տեղյակ է, իրեն ճանաչողները դա շատ լավ գիտեն, այդ սրիկան, այդ մի հատ եզը, ես այդ պահին այդտեղ չեմ եղել, այդ պահին ասեցի սրբազաններին էի ճանապարհում, մեկ էլ այդ խմբակին էի հակադարձում, այդտեղ էլ էի ես մի հատ հաստատ ես ինչ չէի կարող պահել, եթե մի քանի հոգի մեր ընկերներից կային հակադարձում էին կամ խոսում էին, ես լինեի հաստատ մի հատ չափալախ էր ուտելու, մեկից մեկ, ինձ բոլորը ճանաչում են, գիտեն ես ինչ կանեմ, հաստատ մի հատ չափալախ էր դա ուտելու, այդ նզովելու համար, կամ դու տեր ես, ասում ես բանը, Լևի գնացել ես, տղամարդու հետ եղել ես, չէ, տղամարդու հետ կտրիճը կա եղել, տղամարդու հետ Նաթանն ա եղել, տղամարդու հետ Արվամոլ Եզրազն ա եղել, տղամարդու հետ Խորենն ա եղել, Մասիսն ա եղել, այս անունները որ տալիս եմ իրանք լավ գիտեն, տղամարդու հետ Երուսաղեմից 70-80%-ն ա եղել, ընդեղի բանկի, որ 80-90, 100-120 երեխեք ուղարկեցին,
կեսից շատը 70-80% այդ երեխեքի հետ եկավ Երուսաղեմից։ Ինչի համար հետ եկան։ Թքեցին հետ եկան։ Մենք ուղարկել էինք տարիներ առաջ, որ այնտեղ ուսում ստանան։ Այդ երեխեքից ամեն մեկը մի 2 տարի մնալով, մի տարի մնալով, 3 տարի մնալով փախան, հետ եկան։ Իմացաք, հիմա էլ իրանց էջերում, մայրաթորի էջերում, թեմերի էջերում սիրելի ընկերներ դրել են իբր թե բանը Երուսաղեմի հայոց Հակոբյան վանքը, պատրիարքությունը, Նուրհան arczepiskopos Մանուկյանը եւ հոգեվականները դատապարտում են Հայաստանի իշխանությանը եկեղեցու դեմ կամ այս կողմ են կողմ Սուրբ Էջմիածնի դեմ։ Բա ինչի են մոռացել այդ նույն Նուրհանի այն խոսքերը, որ դատապարտում է կտրիչին եւ ասում է դու կաթողիկոս չես, ես քեզ չեմ ընդունում։ Մոռացել են։ Իսկ հիմա անցնեմ ում իհարկե Դաշնակ Արամ Չառաչինին, որ Բեյրութում Անտիլիասում վերընկած է, այն որ հեղափոխությունն եղել էր, ողջունում եմ, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե իշխանությունները, հետո թարսվեց։ Ձեզ թվում է Արամ Չառաչինը այս Գարեգինի դարդնա, ոչ, երբեք չհավատաք։ Դարեր ի վեր Անտիլիասն ու Էջմիածինը թշնամիներ են եղել, քանի որ եկեղեցին երկրկվել է 1441 թվականից։ Ուղղակի ցուցադրում են, որ հա, հարաբերություններ ա, գալիս են, գնում են, հանդիպում են, ամեն ինչ նորմալ է։ Այդ նույն Անտիլիասի թեմը, գիտեք, Էջմիածնից ինչքան թեմեր ա գողացել։ Այդ հիմա այդ Արամ Դաշնակը, որ իրեն դաշնակները կաթողիկոս դրեցին, որովհետև կաթողիկոս պիտի լիներ Զարե arczepiskopos Ազնաուրյանը, հավատացյալ, բարեպաշտ, խոնար, գիտնական մի մարդ, դաշնակներ ասեցին, հոպ, այս Զարեը մեզ չի ենթարկվում, նա հավատացյալ է, նա կուսակցական չի, Արամին դրեցին կաթողիկոս Անտիլիասում, ժողովուրդ ջան, խնդրեմ առաջին անգամ սենց եթերով, հա, իմ սիրելի ընկերներ, տարածեք այս եթերը, հիմա էլ Արամ առաջինի դեմքն եմ բացում, և այնպիսի մի փաստ եմ ասում, որ իմ հոգևորական ընկերները կասեն այո ճիշտ ես ասում, և Հայրխորենը, Հարություն Հարությունյանը, Ալբերտ Սարգսակը, որ հիմա նայում է շատերը, ուրեմն այս Արամն էլ իրա դարդնա, եթե մենք եկեղեցին բարեփոխումների ենթարկենք, նոր կանոնագիր եւ այլն, իսկական կաթողիկոս ունենանք Վազգեն առաջինի պես, Խրիմյան Հայրիկի պես, այս Դաշնակ Արամ առաջինի վախը որտեղ է, ով կարող է ասել, որ Հայաստանի իշխանությունները կպահանջեն գողացված թեմերը մեր, որ իրենք Կանադայում չկան եղան, Ամերիկայում եկեղեցիներ չունեն, ունեցան, գողացան, Հունաստանի թեմը գողացան, Պարսկաստանի, այսօրվա Իրանի Իսլամական Հանրապետության 3 թեմերը, Սպահանի, Ատրպատականի եւ Թեյրանի հայոց թեմը, այդ 3 թեմերը Էջմիածնին էին պատկանում, դաշնակները գողացան, քանի որ այն ժամանակ սովետական Հայաստան էր եւ Սփյուռքի հետ, այդ երկրների հետ հարաբերություններ բան չկար, ստեղից ուղարկեին հոգեվորականներ, կարողանային այդ թեմերը պահեին, դաշնակները գողացան եւ հանձնեցին Անտիլիասին, Կիլիկիայի աթոռին։ Բա կարող է մենք այդ թեմերն էլ հետ ուզենք։ Էջմիածնին է պատկանել։ Հիմա վերադարձրեք։ Հասկացաք։ Հունաստանը, Կանադայում, Պարսկաստանում ու մի քանի երկրներում նաև, կարծեմ Կիպրոսում, այսքան բանը ու ասեցին նույնիսկ մոմավաճառներն են Գյումրիում բոյկոտել, անպայման չի ժողովուրդ, ես ձեզ նորից եմ ասում, այն եկեղեցիները, որ կտրիչին է հիմա պատկանում, կտրիչի տիրապետության տակ են, մոմ մի գնեք, դուք իրեն եք հարստացնում, ես տեսել եմ, որ էլի դուք գնում եք եկեղեցիներ ու մոմ եք գնում, ձեր աղոթքը առանց մոմի արեք, մոմի բացատրեմ ինչա մոմը շատ կարճ, մոմը երբ առաջացել, որ եկեղեցում մոմ են վառում, այն հին դարերում, որ վանքերում, խցերում են եղել հոգևորականները, լույս չի եղել, մոմի լույսի տակ են թարգմանություններ արել Սուրբ Գրքից, Աստվածաշնչից, գործեր են գրել, մոմի լույսի տակ, այդ ժամանակվանից տենց եկել է, խորհուրդ է, հիմա էլ ուղղակի միջոց է, եթե մոմ ես վառում, այդ գումարով նվիրատվություն է, օգնություն է եկեղեցում, եկեղեցու կարիքների բաների համար, հիմա չի հասնում կտրիչին, երբ որ կաթողիկոսը կփոխվի, մտեք եկեղեցի ինչքան փող ուզում եք տվեք, գանձակը գցեք, թե չէ սա լրիվ իրանց է գնում, մոմ մի գնեք,
Մոմ գնացեք գնեք Հովանավանքից, Խաչիկ գյուղի եկեղեցուց, Արարատի եկեղեցուց, Սուրբ Սարգիսից։ Մնացած եկեղեցիներում մոմ չգնեք։ Հա, ու բանը, Երջախումբ չկար, երկեղոն էին փակել, պատարակը շատ էլ լավն էր, Երջախմբի ղեկավարը մեր Գոհարը, որը Երևանից է, պրոֆեսիոնալ կոնսերվատորիա ավարտած կին է, որը շատ լավ խմբաբար է եւ շատ լավ երգող է, Երջախումբն էլ կա, ու դեռ կլինի, սարկավակներն էլ կան, դպիրներն էլ կան, հոգեվորականներն էլ կան, մեր պատարակներն էլ կլինի, તો պետք լինի այս անգամ էլ ոչ թե 7 վերքում հենց ամենափրկիչում պատարակ կանենք, ասեմ իմանաք, որ պետք լինի։ Եվ հաջորդը, սրանք վախենում են այս պամփյորովները, որ ասեցի, ոչ ազգանունն է հայ, ոչ գիտեմ հերն է հայ, ոչ գիտեմ մերն է հայ, սրանք Ռուսաստանից եկավ, սովորես, բան, այս կոմենկոմ, դարավ տերտեր, որ հիմա էլ ժողովրդին նզովի։ Նզովյալները իրանք են, որ առանց փողի, չգիտեն ծեսը ինչ է, ծիսակատարությունը ինչ է։ Ես ես լուրջ բան եմ ասում, դուք ինձանից լավ գիտեք, 1000 անգամ գնացել եք, դիմել եք, կամ ուրախությունա, տխրությունա, գիտեք, առանց փողի բան չկա, եւ ամենահետաքրքիրը, որ ես չէի պատկերացնում, եթե ասեինք, այս թեմերի մոտակա Ռուսաստանի, Ուկրաինայի, չգիտեմ, Վրաստանի, Հայաստանի եկեղեցիների, եպիսկոպոսներ կամ հոգեվորականներ, կամ մի քիչ ստեղից ուղարկած այս մոտիկ եվրոպական երկրներ բան, որ կարող է ԿԳԲ-ի գործակալ լինեն, խելքին մոտ էր, բայց որ տասնամյակներ շարունակ Ուրուգվայում վերընկած Հակոբ arczepiskopos թե եպիսկոպոս Գլնճյանն է, ինչա Գլնճյանա, այդ սրբազանին ես շատ եմ տեսել, որ նա է սփյուռքահայ ինքը ծնունդով էր սփյուռքահայ, որ դա լինի գործակալ, ես ճշմել եմ։ Օրինակ հիմա մեր երկրի պետությունը, չգիտեմ ԱԱԾ-ն, չգիտեմ ովքեր որ հարկն է, որ մարմինները պիտի դիմեն Ուրուգվայի կառավարությանը, դրան արտաքսեն, բայց ոչ թե Հայաստան, թող գնա իր Ռուսաստանը։ Այսինքն հայ հոգևորականը բարձրաստիճան, տասնամյակներ շարունակ ինքը բանա սրբազանա, այնտեղ նստի ու աշխատի ռուսական ԿԳԲ-ի համար։ Ի վնաս ում Ուրուգվայի թե Հայաստանի, ես դա եմ ուզում իմանալ։ Ու շատ դեպքեր սես կլինեն։ Եվ ամենակարևորը, այս արյան զավթած սրիկան, ինձ թվում է երկու ճանապարհ ունի, կամ խելոք հեռանա, կամ լսեք խոսքս այս անգամ գոնե, 8 տարի է ասում եմ։ Հենց այսօր ես ինադու նշեցի Facebook-յան էջում, որ 8 տարի առաջ օրինակ Գարեգինի մասին ինչեր եմ գրել։ Սիրելի ընկերներ, որ սա կամ էլ կտանի ծայրահեղության, կամ ուզում է տանի, որովհետև չի ուզենա այդ ամեն ինչից զրկվի խայտարակ վիճակով եւ գնա եւ այլն, եւ պատմության մեջ մնա հեռացված, կարգաթող, կաթողիկոս, այլ կամ սրբապիղծ կաթողիկոս, անհավատ, այն որ ասում է, ինչ հարություն է, ինչ բան, մեկը մտնում է, չեմ ասում դեռ անունը, հոգեվորականները գիտեն ով է, որ մտնում է, ասում է, վեհարան ասում է, Քրիստոս հարյավ իմերելոց, ասում է, ինչ ասում է, ինչ հարություն, ինչ մարություն է, հասկանում եք, ասում է, ինչ հարություն, ամբողջ քրիստոնեական այս հավատքը կրոնը հարության գաղափարախոսության վրա է հիմնված, բայց կաթողիկոս կոչեցյալ ասում է, ինչ հարություն, ինչ բան է, ինչ հարություն, մարություն, սա անտանելի աբսուրդ է, իր ամեն ինչով, իր տեղով, սա պիտի ծնված չլիներ, սրա ծնվելը աբսուրդ է եղել, սա որ չծնվեր, ավելի հարգանք կունենար էլի, քան թե այս տխմարը, հա, այսքան բանը սիրելի ընկերներ, դուխով եք լինում, մեր, տեսեք չեմ ասում, վարչապետի այս անգամ իշխանությունների բանը, ապրում ենք, ստեղծում ենք, արարում ենք, աջակցում ենք, որպիսի ձեռք բերված աստվածապարգև, աստվածաշնոր, թավշյա հաղթանակած հեղափոխությունը պահպանենք, ապրում ենք այդ հեղափոխության պահպանման համար, թե չէ բոլորը զուր է լինելու, եթե հեղափոխությունը չլիներ կամ հեղափոխությունը եթե մենք հանձնենք, այս հեղափոխության շնորհիվ այս ամեն ինչը ժողովուրդը այսօր որ գալիս է 9:30 ժամը 9-ին մի հատ հայտնի վանաձորցի էլի հանդիպեց խոսում ենք բանման, ասում եմ ես, ասում եմ, հա, ընդունում եմ ամեն ինչ էս որ կա, հասկանում եմ, տեսնում եմ, ձեզ եմ աջակցում, քեզ եմ աջակցում, ասում եմ, ոչ
Լևոնին եմ ընդունել, ոչ Քոչարյանին, ոչ Սերժին, ասում եմ, բայց շատ տեղեր ասում եմ, ոչ էլ Նիկոլին եմ դնում գլխիս վրա, ասում եմ, ինչու՞։ Ասում եմ, որովհետև Նիկոլը Սերժին ու Քոչին ծակը չկոխեց։ Ասում եմ, դե օրինական է ուզում, ինքը դատախազ չի, դատավոր չի, օրենք կարգավորություն կա, դատախազություն կա, ոստիկանություն կա, օրենքով, ամեն ինչը օրենքով, բայց ինչպես իմ մոտ շրջապատում, քաղաքում, ես վստահ եմ նաև ամենտեղ բոլորը դա են խոսում։ Քոչարյանը չդատվեց, Սերժը չդատվեց։ Այս նույնիսկ կան մարդիկ ասում են, մենք հեղափոխությունը ընդունեցինք կամ ձեզ ձայն տվեցինք, որ այդ երկուսին դատեք, բայց չդատվեցին։ Ես ձեզ պարզ ասեմ, սիրելի ընկերներ, ոչ վախենալու բան ունեմ, ոչ թաքցնելու, այս ժողովրդի ասածների մեջ ճշմարտություն կա, ճշմարտություն կա։ Եկեք հիմա բան անենք, մեկը մի հատ բան գողանա խանութից, բռնեն տանեն ոստիկանությունի, հետո գործերը տանեն քնչական, հետո դատարան, հետո դատեն կամ բան, բայց գողերին, այդ գողերի գրուպեն, այն որ փախան օլիգարխները, շատերը փախան, մեր ժամանակ փախան։ Ով թույլ տվեց, Վանեցյանը թույլ տվեց, այն մի ԱԱԾ-ի պետը թույլ տվեց, այն մի դատախազը թույլ տվեց, սրանք ոնց փախան։ Այս օլիգարխները, որ երկիր են թալանել, միլիարդատերներ էին, ոնց փախան դրանք։ Ունենք, չունենք, մի հատ Բագրատաշենի բան ունենք, սահման ունենք, մի հատ Մեղրի, մի հատ այս Գյումրի, Գոգարանի Տաշիրի մոտ։ Այդ մի ճանապարհներում մենք սահմանապարներ չունեինք, սրանք ո՞ն։ Ու Զվարթնոց օդանավակայանն է, Գյումրի օդանավակայանը, ասենք թե գնացին բան, ռուսական ռազմաբազա, նստեցին ուղղաթիռով փախան, ռուսական։ Միգուցե։ Էդ էլ է մտքովս անցել։ Համենայն դեպս սիրելի ժողովուրդ, ձեր ժամանակը չչարաշահեմ, ես ձեզ շատ սիրում եմ եւ ուզում եմ ասել, որ չկա նահանջ եւ դեպի առաջ, մենք ուժեղ ենք միասին, սիրելի համակիրներ, աջակիցներ, հեղափոխության նվիրյալներ, վարչապետին ընդունողներ, սիրողներ, պաշտողներ, մենք ուժեղ ենք միասին, մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ ամեն ինչ դեռ առջևում է։ Բարի եւ խաղաղ գիշեր բոլորիդ, դուխով։